Ես պատասխանեցի ձեր հարցին։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք։ Այո։ Կնքվել եք եկեղեցում։ 91 թվականին, երբ որ ձեզանից ոչ մեկ երևի կնքված չի եղել։ Պարոն Արությունյան, հովանավորակի ծնված եմ ծնված օրվանից, նո հենց ծնվել եմ, բայց բանը եկեղեցու հետ կապված այս արշավը ես տեսնում եմ, որ դուք էլ շատ գրառումներում անդրադարձել եք կաթողիկոսին իր քաղաքացիական անազգանունով եք դիմել։ Ընդհանրապես չեք կարծում, որ սա լուրջ հարված է հասցնելու հենց հայ առաքելական եկեղեցուն։ Եթե տեսել եք բոլոր գրառումներում, հիմնական գրառումներում ես հենց այդ եմ նշում, որ Կտրիչ Ներսիսյանի գործունեությունը եւ շարունակումը հարվածում է հայ առաքելական եկեղեցու։ Այո, գտնում եմ։ Ներողություն, պարոն Արությունյան, ձեզ մկրտել է հենց այդ, ինչպես դուք եք նշում, Կտրիչ Ներսիսյանի կողմից օծված հոգևոր։ Չէ, 91 թվին ինքը չէր, այն ժամանակ Վազգեն առաջինն էր։ Ինչով է հարվածում, պարոն Հարությունյան, ինչով է հարվածել մինչև այսօր, ինչ է եղել։ Ինչով է հարվածել։ Այդ խնդիրը նոր է առակ, դուք եք բարձրաձայնում եւ ասում եք, որ հարվածում է հայ առաքելական եկեղեցին, ինչով է հարվածում։ Հիմա այս խոսակցությունը զրոյից ենք բացում։ Ասենք, եկեք կոնտեքստներից կտրված կամը։ Որն էր, պարոն Հարությունյան։ Զրոն, երբ որ սկսեց խոսակցությունը նրա ոչ կուսակրոն լինելու մասին։ Դուք գրառում եք արել, որ 2020 Երբ իմացաք, որ կուսակրոն կաթողիկոսի հետ ինչ է քննարկել, այդ ժամանակ ձեզ հայտնի է այս ամեն ինչ այսօր դուք գիտեք, երբ խոսել եք այդ մասին։ Անկեղծ ասած, 20 թվականին, երբ որ հանդիպել եմ, դրանից հետո էլ չեմ ուզել հանդիպել, որովհետև շատ վատ տպավորություն եմ ստացել։ Ասեմ։ Ուրեմն ես գնացել եմ, ընդ որում ես չէի ուզում գնալ, այդ ժամանակ հիշում եք հայոց պատմություն, այն ժամանակ հայոց պատմություն եւ հայ եկեղեցու պատմություն թեմաների շուրջ կար լարվածություն, ես ասում էի, որ մենք չենք կարող ունենալ առանձին հայոց պատմություն եւ առանձին հայ եկեղեցու պատմություն, որովհետեւ դա ընդհանուր պատմություն է, իրենք ասում են չէ, որ դուք հայ եկեղեցու դեմ արշավ եք անում, փակում եք հայ եկեղեցու պատմությունը եւ այլն։ Եվ իմ գործընկերներից մի քանիսը այդպես ասում էին, գուցե մի հատ զրուցեք, հասկանաք ինչ է խնդիրները։ Եվ այդ զրույցի ընթացքում ըստ էության այդ թեմայի շուրջ շատ խոսակցություն չեղավ եւ հնչում են մեղադրանքներ, թե ես ինչով եմ վնասում եկեղեցուն։ Ասացի մի օրինակ կարող եք բերել։ Ասեց այո, կարող եմ բերել, կանչեց իր օգնականին, ասեց հələ մի հատ այն թուղթը բեր։ Այդ օգնականը բերեց թուղթը, ասում է գիտես, դու կազմակերպել ես մի միջոցառում, հացքում կռնակիտ, այսինքն մեջքին նստացրել ես մի կարգալույծ քահանայի, ասում եմ մեղա քեզ Տեր Աստված, ես ոչ մի կարգալույծ քահանա չեմ ճանաչում, հոգևորական, ասում է չէ, ճանաչում ես, դու կազմակերպել ես, ասում եմ իսկ կա ապացույց որևէ, որ ես այդպիսի բան եմ արել, ցուցադրում եմ մի նկար, որտեղ Գանե Աբրահամյանի ակումբ 3 էր, չէ։ Հոդված 3-ում ինձ եւ Սուրեն Պապիկյանին, որը այն ժամանակ ՏԿ նախարար էր, հրավիրել են, չեմ հիշում արդեն ինչ թեմայով քննարկման վերաբերում էր հանրակրթությանը, նստացրել են առաջի շարք եւ ում վրա ինքը ցույց է տալիս, նստած է հետևի շարքում մի տեղ, որը կապ չունի ոչ ինձ հետ, ոչ Սուրեն Պապիկյանի, ասում դու միջոցառում ես կազմակերպել եւ այսպիսի շարան եւ այս մարտիկ, այս բարքերով, այս ստով, այս կեղծիքով այն ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծում էր մթնոլորտ եւ ուներ պապկա, որի մեջ դրված էր այդ կեղծիքը եւ այդ կեղծիքով ինքը սրբազաններին, մյուս հոգեվորականներին կերակրում էր։ Էս է եղել իմ։ Էս եղավ Հրայր Թովմասյանի գրիչի պատմություն։ Նույնիսկ ներկայացրեցիք, մտածեցիք այդ ինչ։ Ես ճիշտն ասած չգիտեմ էլ իրան, չգիտեմ ում մասին է խոսքը։
գուցե հիմա ակտիվ էլա, նույնիսկ նկարը հիմա վիզուալ չեմ հիշում, թե ով է ինքը նստած, բայց ցույց էր